Սիրելի համաքաղաքացիներ, գիտեք սա ինչ է, սա Գյումրու կենտրոնով անցնող Գյումրի գետակն է։ Տարիներ շարունակ աղբը այսպես հավաքում, բերում, կուտակում, տանում ու նորից նույն պատմությունն է։ Եվրաթաշինքը այս խնդրի լուծումն ունի։ Գյումրիով անցնող բոլոր գետակները պիտի ունենան կոլեկտորներ, որոնք պիտի աղբը կոյուղաճրերը հավաքեն տանեն, իսկ գետակները մնան մաքուր։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն և հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Որևէ մեկին պատասխանեցիք բացատրություն տան, թե ինչպես ստացվեց, որ դուք դեպքին ընթաց տվեցիք, բայց գազագողության բանդիտները փախան երկրից։ Տեսեք, կոնկրետ դեպքով և առհասարակ մշտապես քննարկումներ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչների միջև տեղի է ունենում և կարծում եմ ըստ հետևությունների այս դրվագին ևս անդրադարձ կլինի քննչական քննարկումներից։ Տիկին Սարգսյան, շնորհակալություն դրա անդրադարձի։ Տիկին Սարգսյան, ոստիկանության կողմից արցախցի երիտասարդի նկատմամբ նման վերաբերմունքը ինչպես կարող եք մեկնաբանել։ Ես արդեն հարցին բավական հանգամանալից անդրադարձա, կարծում եմ ըստ այդմ նոր հարցադրումների տեղիք չտվեցի։ Բայց անդրադարձը կարծես ավելի շատ հերքում էր դեպքը, որտեղ կասկածի տակ եք դնում խոշտանգման փաստը։ Ինչու պետք է մարդը ուզենար սուրբ մատնություն անել, հա, արցախցի երիտասարդ սոցիալական շատ հարցեր ունի լուծելու, պետք է ոստիկանների նկատմամբ սուրբ մատնություն անել։ Դուք կարծում եմ ամբողջ ընթացքին եղել եք։ Երբ որ ես արձագանքեցի այս հարցին և իմ խոսքում չկար որևէ հերքում կամ հաստատում։ Ես նշեցի, որ ցանկացած հանցագործություն պիտի ենթարկվի օբյեկտիվ քննության, հանցագործության մասին ահազանգ և կոնկրետ արձագանք լինի, կհաստատվի կամ կհերքվի տվյալ վարույթի շրջանակներում, դրանից հետո կանադառնանք կոնկրետ գնահատականներին։ Եվ իհարկե հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Դուք կհանդուրժեիք նմանատիպ ֆիքսում, որ ենք մեղավոր են, բայց առաջի դեպքը չի, հա, Սամվել Վարդանյանի դեպքն էլ կա, նախկինում բազում ահազանգեր են եղել ոստիկանության կողմից խոշտանգումների, չի կարող այդ բոլորը լինել սուրբ մատնություն կամ կեղծ ինֆորմացիա։ Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները և ես չեմ հավակնում մտածելու, որ բոլորը սուտ է կամ բոլորը կեղծ է, որովհետև այս պահին նման պնդում անել որևէ մեկի իրավասություն։ Տիկին Սարգսյան, դուք նշում եք, որ փորձաքննությամբ չեն հաստատվել, հա, եթե չեմ սխալվում, նիստում այդպես ասեցիք, բայց փաստաբանն ասում է, որ նախ փորձաքննություն իրականացվել է դեպքից մի քանի օր հետո եւ բացի այդ էլ հիվանդանոցում արդեն իսկ տղայի վրա արձանագրվել են այդ մարմնական վնասվածքները, մասնավորապես վնասվածքներ ականջի հատվածում, սալջարդեր, դուք ինչու եք հակված հավատալ 4 օր հետո արված փորձաքննության, այլ ոչ թե դեպքից անմիջապես հետո հիվանդանոցի տված եզրակացությանը։ Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, որովհետև իմ խոսքում էլ նշեցի, որ սրանք հարցեր են, որոնք անաչառ դիտորդի մոտ պիտի առաջանան։ Եթե անաչառ դիտորդը ցանկություն ունի օբյեկտիվ պատկերը հասկանալու։ Հիմա, եթե կար արձագանք, որ 10 րոպեն մեկ, ինտենսիվ ծեծ եւ այլն, առաջարդ դիտորդի մոտ պիտի տպավորություն ստեղծի, որ պիտի լինեն այլ արձանագրումներ, թե հիվանդանոցում, թե դատաբժշկի կողմից։ Իմ նշած հանգամանքը միայն այն է, որ ես որպես այս պահին արդեն իսկ անաչառ դիտորդ քրեական վարույթի աչքերով, իհարկե որպես անաչառ դիտորդ, այլ որ ծառայողական քննության, այս պայմանությամբ այդ հարցերը առնվազն քննարկման առարկա եմ դարձնում ինքս ինձ համար, որպեսզի հասկանամ, թե հետագայում արդեն քննության արդյունքներով ինչպիսի ընթացք պիտի լինի։ Կարծում եմ, որ նույն այդ հանգամանքները, նույն այդ հարցադրումները վստահ պաշտպանական կողմը կդարձնի քննարկման առարկա կոնկրետ վարույթի շրջանակներում։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Ես չեմ ուզում ինչ-որ մի ձև այս պահին
պահին տանեմ նրան, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը ներկայացնեմ քրեական վարույթի, որովհետև վստահաբար վարույթում ներգրաված բոլոր անձինք տեղյակ են թե իրենց իրավունքներից, թե պարտականություններից, կարող են անել համապատասխան միջնորդություններ, որոնք որ պիտի ելքը կանխորոշեն քննչական կոմիտեն, պիտի նաև հարցաքննի ոստիկաններին, կրկին տուժողին, կարիք լինի առերեսման իրականացնելու, մնացյալ բոլոր դատավարական գործողություններ, այսինքն առանց այդ դատավարական գործողությունների գնահատական տալը գործընկերներ ջան, չի ստացվի ուղղակի։ Դա լինում է միակողմանի, այսինքն եթե ես հակված եմ մտածելու, որ կա խոշտանգում, ավտոմատ կերպով ես այդ ուղղությամբ եմ մտածելու եւ իմ բոլոր մտքերը այդ ուղղությամբ պիտի դասավորեմ։ Բայց ես ներքին գործերի նախարարն եմ եւ կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով որ ցանկացած process-ի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել եւ դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդպիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը որ չի կատարել որևէ ներգործություն։ Բայց նորից եմ շեշտում, ես այս պայմանությամբ այդ դեպքի մասով որևէ գնահատական տալ չեմ կարող։ Բարձրացրեցի ընդամենը հարցադրումներ, համարեք բարձրաձայն մտածել եմ, որովհետև ինձ մոտ այդ հարցադրումները առաջացել էին։ Մնացյալը քննությունը պիտի տա։ Տիկին Սարգսյան, Ալավերդիում էլ մենք ունենք նույն իրավիճակը։ Այդ ճարտարարների խումբը մշտապես մնում են, հա, ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում, խնդիրը սա է, հա, չենք ընդհանրացնում, հա, որ ամբողջ համակարգը այդպեսին է, բայց թեկուզ մի քանիսի ներկայությունը ձեզ համար մտահոգիչ չի, որ ընդհանուր, ինչպես դուք եք ասել, հա, այսօր 75%-ը վստահում է, իհարկե այդ թիվը չգիտեմ որտեղից եք վերցրել, բայց այնուամենայնիվ կա մի խումբ, որը ըստ էության իրականացնում է ճարտարարությունը։ Ալավերդիում Պարեկը քաղաքացուն մոտ զենք փնտրելու համար ասում է տաբատդ իջեցրա, տանում են բաժին ծեծում են։ Ես գիտեմ, որ ներքին անվտանգության ծառայությունում այդ մասով քննություն կա։ Այդ գործով ինչ բացահայտվեց Տիկին Սարգսյան։ Հիմա ինչ որ նկարագրեցիք, դրանք բոլորը կարծիքներ են դեպքերի մասով, որովհետև կարծիքը փաստաբանն է ահազանգում, քաղաքացին խոշտանգվել է։ Ես կարող եմ ահազանգել, որ ես խոշտանգվել եմ կամ իմ նկատմամբ հարձակում է եղել։ Քննությունը պիտի տա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մենք որակումներ ենք տալիս տարբեր ծառայողների մասով, դա մեր կարծիքն է ընդհանրապես, որովհետև եթե վարույթի կասկածում եք փաստաբանի հայտարարությանը, ես որևէ մեկի հայտարարությանը չեմ կասկածում, որովհետև ես գիտեմ, որ մեր երկրում կա քրեական դատավարության օրենսգիրք, որը այդ բոլոր հարցերը կարգավորում է։ Եթե մենք կանչել եք օրինակ երկու ոստիկանին, որոնք նույնականացվել են ձեր աշխատասենյակ, օրինակ ինքներդ ներքին զրույց ունեցել եք, հարցրել եք, դա այդպես է, թե այդպես չի եղել, փաստաբանի նույնականացված տվյալները արդյոք ճիշտ են, թե ճիշտ չեն։ Գիտեք, չէ, որ ապօրինի բան եք ասում։ Ինչի՞։ Ծառայական քննության իրականացնող կոնկրետ Արդեն 1 ամիս անցել է Տիկին Սարգսյան։ Եվ իմ կողմից 1 ամիս կա։ ցանկացած նմանատիպ Ալավերդիում տաբատ իջեցնելու ծառայական քննության շրջանում դա ուղղակի ոչ իրավաչափ process-ի մասին է խոսում։ Իմ խնդրանքը, հորդորը, թեկուզեք պահանջը այն է, որ դուք եւս չտրվեք տարբեր սադրանքների եւ մի պահ հետ կանգնելով այս ամբողջ ինֆորմացիայից փորձեք ընդհանուր առմամբ հայաց գցել ընդհանուր process-ին եւ հասկանալ ինչ է ինքներս հաճախ առնչվում ենք նման ոստիկանների հետ, օրինակ ակցիաների ժամանակ, ովքեր ոչ իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, շեշտում եմ, որտեղ համակարգում կան եւ լավագույնները, բայց կան ոստիկաններ, որոնք իրենց ոչ կոռեկտ են, հա, մեղմ ասած, բաղում այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բարձրաձայնվում է, ասվում է, որ ծառայական քննություն, բայց չեն պատժվում։ Խնդիրը այստեղ է, որ կա անպատժելիություն, որովհետեւ այդ մարդիկ անպատժել են եւ պետք են համակարգի։ Ինչը եղավ Եռաբլուրում ծնողների հետ, զոհվածին ծառայողների Տիկին Սարգսյան, մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Փաստերը, ապացույցները կային։ Հարգելի լրագրողներ, կոնկրետ բոլոր դեպքերով կա ընթացք։ Մի դեպքում ծառայողական քննության տիրույթում է հարցը, մի դեպքում քրեական բարույթի նախաքննության փուլում, մի դեպքում դատական քննության փուլում։ Դուք ակնկալում եք, որ ես մի դեպքում քննիչի, մի դեպքում դատավորի փոխարեն անեմ եզրահանգումներ, երբ որ ես նման իրավասություն
Չունեմ, այսինքն մեղավորը դուք եք, մեղավորը նախաքննական մարմինն է, որ չի պատժում։ Նախաքննական մարմինը կշարունակի օբյեկտիվ քննությունը կոնկրետ բոլոր գործերով եւ պատեհ պահի ժողովուրդ հերթով երկու ոստիկաններ բարձվելով են մնացած անհայտ է։ Ճիշտն ասած, ես այդ հարցադրմանը չուզեցի անդրադառնալ իմ խոսքում, բայց տարբեր ամեն դեպքում խոսույթներում կա 2 ոստիկանի մասով ինֆորմացիա, մի դեպքում 6 ոստիկանի, մյուս դեպքում 8 ոստիկանի, հիմա ես էլ չգիտեմ։ Չեն հեղություն, երկուսը նույնականացված են, 6-ից երկուսը նույնականացված։ Հիմա իրենք համակարգում են, թե ոչ, այդ նույնականացված ոստիկանները համակարգում են, թե ոչ։ Այս պահի դրությամբ կա ծառայողական քննություն, կա զուգահեռ քրեական վարույթ, ծառայողական քննությամբ քննարկվում է դեպքը։ Քրեական վարույթի շրջանակներում կա դատավարական գործիքակազմ, անձի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասով, բայց դրա համար եւս պետք են համապատասխան հիմքեր։ Հիմա որ ասեք, օրինակ, այսօր դադարեցրեք լիազորությունները կամ վաղը դադարեցրեք կամ 3 պիտի դադարեցրած լինեք, դրանց համար հիմքեր են պետք։ Սիրելի լրագրողներ, Այսինքն պատճառը այն է, որ ոստիկանները չունեն բարձրագույն կրթություն եւ բավարար կրթված չեն եւ նման կերպ են իրենց բամ։ Սա ձեզ մտահոգելու եւ քննարկելու հետագա համար չի, բայց որտեղ օրինակին բարեկների դեպքում կրթությունը ունենալը պարտադիր պահանջ չէ, ինչտեղ կրթությունը հատկապես հիմա նորաձև է։ Կրթությունը պարտադիր է բարեկային ծառայողների դեպքում, միջնակարգ կրթության տեսքով եւ համաշխարհային պրակտիկայում շատ տրամաբանական է արտաքին ծառայության շրջանակներում անձից չպահանջել բարձրագույն կրթություն, այսինքն նորմալ է, որ մենք բարեկների համար կարող ենք նախատեսված լինել միջնակարգ կրթություն եւ խնդրում եմ այդ գնահատականներով նաեւ չվիրավորել հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած անձանց։ Ինչ վերաբերում է կրթության ոլորտի փոփոխություններին, այո, խնդրահարույց ոլորտ է, ես առաջին ինչու նշեցի ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը, որովհետև կարիք կա վերանայելու ծառայողների պատրաստման process-ը ամեն տարի շարունակելու նրանց կրթությունը, որովհետև մենք հատկապես ատեստավորման ժամանակ նկատում ենք, որ ունենք ծառայող, որը տարիներ շարունակ որևէ վերապատրաստման չի մասնակցել, որքան էլ ազնիվ ծառայող լինի, որքան էլ պրոֆեսիոնալ ծառայող լինի, ամեն դեպքում ժամանակակից աշխարհում, եթե խոսում ենք ոստիկանական աշխատանքի մասին, ամեն տարի պետք է թարմացվեն գիտելիքներն ու հմտությունները։ Սա պակաս է, որը որ պիտի լրացվի, բացը պիտի լրացվի եւ ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման աշխատանքները շատ ինտենսիվ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք օր առաջ այդ կրթական process-ները ադապտացնել այս իրավիճակին։ Պարեկների դեպքում 6 ամսյա նախկինում արդեն հնգամսյա բազային կուրսի տրամաբանության մեջ, այո, մենք գնահատել ենք, որ կարիք կա վերանայելու նաև այդ կուրսը, մի քանի անգամ փոփոխել են կրթական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչը եւս փոփոխվել է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ նոր սխեմայի ենք անցնում, շուտով բարեկային ծառայողների պատրաստման ժամանակահատվածը ավելի կընդլայնվի, ավելի շատ ամսական ժամանակահատված կհատկացվի բազային կրթությանը, որը որ թույլ կտա այն բոլոր խնդիրները, որոնք թե դուք, թե մենք համատեղ արձանագրել ենք, դրանք արդեն հասցեագրվեն կոնկրետ կրթական process-ի շրջանում։ Տիկին նախարար, բայց տեսել եք որոշ բարեկներ ինչ իմիջայլոց են վերաբերում մոտենում ծառայության, օրինակ 3 ժամը 3-ի հատվածում Սարյան փողոցի վրա բարեկային մեքենան անցնում էր եւ հաղորդում էր մեքենայից, որ նոր գիշերը 3 ինչը ցերեկը, որ նոր զովքի մեքենան հեռացնի ոչ ճիշտ կանգնած տեղից, բայց հաղորդեց գնաց ու այդ առաքիչը իր մեքենան տենց շարունակեց կանգնել մնալ երթևեկելի գոտում։ Հիմա նպատակը ո՞րն է, պետության բենզինը ծախսել, մեքենան քշել, ֆռալ, հաղորդել եւ հետեւողական չլինելը, որ այդ ցուցումը կյանքի կոչվեց թե ոչ, այսինքն ավել բենզին ունենք, չգիտենք ինչ անենք օրինակ։ Աշխատանքի մեթոդաբանության հարց է։ Ժողովուրդ, եթե մի փոքր առաջ գաք, ես ուղղակի աշխատանքի մեթոդաբանության հարց է, որովհետև շատ երկրներում, երբ որ մենք խոսում ենք գործընկերների հետ, նույն Վրաստանի հետ, նույն Ուկրաինայի հետ, նույն ԱՄՆ տարբեր նահանգների, նրանք նշում են, որ իրազեկման ձևաչափով եւս մեթոդ է,
հա, կանխարգելելու այդ պայդրության պարարքը, հայտարարելու, որ կա խախտում, հետո արդեն պատահականության սկզբունքով ստուգման արդյունքում համապատասխան պատասխանատվություն սահմանելու մասով, բայց եթե դեպքը ինձ աշխատանքային կարգով փոխանցեք, ես բնականաբար կդիտարկեմ, որպեսզի հասկանամ դա մեթոդի օգտագործում է, թե իրականում երկու հարց է թմրանյութերի հետ սարցակների գողություններ, դա նաև չէ ըստ էության բարեկների աշխատանքի, որովհետև մարդիկ նշում են, որ բավականին շատ են դրանք, հիմնականում իհարկե ոստիկանություն չեն դիմում, արդեն հուսով չունեն, նույնիսկ կասկածներ ունեն, որ ոստիկանները բարեկներն են մասնավորապես համագործակցում հետ, որովհետև ասում են, ինչ էլ դիմում ես, մեկը արձագանք չի ստանում, մեկը չեն գտնում գողերին, ինչ իմաստ ունի։ Դուք ունեք ցուցանիշներ ըստ էության, ուսումնասիրություններ ունեք, այդ կարգի դեպքեր, բնակարանային գողություններ եւ մեքենաների, ավտոմեքենաների հետ կապված որոշ մասերի գողություններ։ Ինչ աճ կա եւ ըստ էության ինչ է կանում, որ դրանք կանխեն։ Նախ առաջինը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի աճը չենք փաստում մենք, փաստում է հանրությունը սոցիալական հարցումների տեսքով։ Եվ իմ ցանկացած խոսք, երբ որ ես նշում եմ, դրանք զուտ գնահատականներ չեն, դրանք բացառապես տարբեր փաստերի վրա հիմնված եզրակացություններ են։ Այսինքն, եթե դուք նշում եք, որ չեն վստահում, ցույց տվեք ինձ ապացույց, սոցիալական հարցման տեսքով կլինի, որևէ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տեսքով կլինի, որևէ այլ հետազոտական կենտրոնի արդյունք կլինի, ես նորդ կդիտարկեմ այդ պնդումը։ Այս պայդրությամբ ես պնդում եմ այն, ինչ որ փաստարկված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ գողություններին, բնակարանային գողություն, նաև տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ։ Իրականում ինձ համար եւս մտահոգիչ են այդ դեպքերը, որովհետեւ մենք պրակտիկայում արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում շատ հաճախ, ընդ որում վերջերս մենք նույնիսկ բացահայտել ենք մի բնակարանային գողություններով անցնող խմբի, որը որ ոչ միայն օրինակ Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլ Երևանում, այլ մարզերում, այսինքն կան նաև ձևավորված պրոֆեսիոնալ այդ ենթադրյալ հանցագործների մեջ կան Տիկին Բաղդասարյանի եւ Հրաչյա Հակոբյանի տունը թալանողները, Տիկին Սարգսյան։ Ժողովուրդ, հիմա եթե ամեն հարցի մեջ ինչ-որ նոր շերտեր բացեք, ես ոչ մեկի հարցի չեմ կարողանալ պատասխանել, ես կասեմ գտել եք խմբի մասով արդեն իսկ ունենք բացահայտում, այսինքն այն բոլոր դեպքերը, որոնք տարբեր մարզերում չբացահայտված էին մինչև այս պահը, խմբերի կոնկրետ բացահայտման արդյունքում այս բոլոր դեպքերը համարում ենք բացահայտված, բայց բնականաբար կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքը, որովհետև մենք նկատում ենք, որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են նաև ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որպեսզի հասկանան, թե որ տեսադաշտից մոտենան տվյալ օրինակ տրանսպորտային միջոցին, որ դեպքում իրենք չեն տեսանկարահանվի առավելապես, շատ հաճախ օգտագործում են նաև իրենց հագուստը, որպեսզի կարողանան նույնիսկ տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեպքը, որը թեև օրինակ քաղաքացին կարող է նշել, որ այ տեսախցիկը կա, անձը երևում է, բայց մենք չենք կարողանում նույնականացնել տվյալ անձին։ Սրանք իհարկե կներեք, սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, որոնք կարիք կա հետևողականորեն աշխատելու։ Այս տարի արդեն բնակարանային գողությունների բացահայտման առումով այս մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք բացահայտման առումով։ Եթե կոնկրետ թվերն են հետաքրքրում, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, պատշաճ կերպով բոլոր թվականների։ Ասեմ, որ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով մտահոգիչ էր այն դեպքը, որ հատկապես որոշակի մագնիշի տրանսպորտային միջոցներից էր տեղի ունեցել գողությունը։ Մենք հանդիպել ենք նաև հանցագործությունից ենթադրյալ ուժողների հետ, այս պայդրությամբ փոխոստիկանապետի գլխավորությամբ իրականացում են ինտենսիվ աշխատանքներ, որպեսզի կարողանան այնքան ահռախ է, որ զանգահարում են, նույնիսկ ասում են, այսքան փող, այսքան գումար, տելեգրամյան ալիքներն են։ Եվ այդ նույն տելեգրամյան ալիքների հետ կապված մեկ լրացում անեմ, հա, նաև թմրանյութերի հետ կապված է, ոստիկանությունը պայքար է տանում, բայց մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ նույն տելեգրաման ալիքներով տարածվում են տեսանյութեր, թե ինչպես ինչ-որ քաղաքացիներ բռնում տարբեր անձանց, որոնք ըստ էության թմրանյութեր են իրացնում, պատժում են, հա, իրենց մեթոդներով։ Օրինակ այդ տեսանյութերը ուսումնասիրվում է, որքանով են դրանք նախ համապատասխանում իրականությանը եւ ինչ առնչություն կա ընդհանրապես թմրանյութերի հետ։ Եվ այնքան ամենաթողությունն է, որ օգտագործում են եւ այդ պիպետկաները փողոցներում շախտված է, այսինքն ոստիկանությունը այնքան անտարբեր, որ մարդիկ բացահայտ օգտագործում են ու այդ գործիքներն էլ փողոցներում շաղ են տալիս։ Տիկին Սարգսյան։ Ամենաթողության մասով ոչ, որովհետև եթե կա կոնկրետ
կլինի այդ ներարկիչը, կլինի կաթոցիչը, չգիտեմ ինչ անվանումներով որ կոչենք այդ բոլոր բաղադրամասերը, դրանց հայտնաբերման դեպքում, հատկապես բարեկային ծառայության դեպքում ունենք բավական բարձր ցուցանիշներ եւ դրանք դառնում են կրկին հաղորդում են դառնում եւ ուղարկում են քրեական վարույթ։ Որևէ մեկը չի հետաքրքրվել ձեր անձամբ ներկայացրած հաղորդման հիման վրա ձեր տան հատվածում ավելի ինտենսիվացել է բարեկային ծառայության աշխատանքը, Նարեկ ջան, եւ դրա արդյունքում որոշակի դեպքեր արձանագրվել են եւ ուղարկվել են քննչական կոմիտե։ Թմրանյութ օգտագործող եք հայտնաբերել այդ նշած հատվածում։ Եթե ուղարկել եք փողոցում միայն մեր տունը չի, փողոցում ես նկատեմ շրջակայքը, որ նշում եք, ձեր տպավորություն ստացվեց, որ հանուն մեր տան համար է կարգավորում։ Տիկին Սարգսյան, իսկ այդ ես ուզում եմ ցրել տպավորությունները, ոչ թե պարոն Կիրակոսյանի տան մասին է կոնկրետ, այլ շրջակայքի, որտեղ որ ըստ իր ահազանգի, ընդ որում որպես նաև Պաչաճ վարքագիծ դրսևորած քաղաքացի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք ահազանգել եք այդ դեպքի մասով, չեք զլացել ինֆորմացիան փոխանցել մեզ, մենք ըստ այդմ հասկացել ենք, որ կարիք կա տվյալ հատվածում ավելի ինտենսիվացնել այդ տեղի բարեկային ծառայության աշխատանքը եւ կոնկրետ թե անչափահասների ներգրավմամբ կատարված դեպքերը բացահայտել եւ թե նաեւ առհասարակ, բայց ուզում եմ նաեւ նշել, որ տելեգրամյան հարթակների դեպքում կարող է արտաքուստ տպավորություն ստեղծվել, թե կա ամեն ինչը, ինչու չեք անում, այսինքն ամենաթողության ինչ որ տպավորություն լինի, բայց պիտի փաստեմ, որ մեզ հաջողվում է մի շարք ալիքներ փակել, բայց շատ ալիքներ դեռևս չի ստացվում փակել, որովհետև կարիք կա անձանց ինչ որ նկատմամբ բաներ իրականացվում է, որտեղ օրինակ օգտագործողներին, շարողներին բռնում են, բայց պարագլուխները ասում են մնում են չբացահայտված։ Միանշանակ այդտեղ եւս խնդիր կա, որովհետև եթե տեղեկատվությունը հատկապես կառավարվում է կամ հրահանգը կատարվում է անդրասահմանային տրամաբանության մեջ, այսինքն օգտագործելով տելեգրամյան ալիքները, կազմակերպված խումբը գործում է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ նաև ունենք դրվագներ Հայաստանից դուրս, մեզ շատ հաճախ չի ստացվում հենց խմբին բացահայտել, այլ հիմնականում օգտագործողներն են բացահայտվում կամ այն անձինք, ովքեր որ հրահանգը կատարում են կոնկրետ խմբի տեղում դնելու համար։ Ես օրերս եմ խոսել կոնկրետ թմրանյութ օգտագործող անձի հետ հենց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ինքը ասում էր մանկապարտեզներում դպրոցների այդ հատվածներն են, դուք այդտեղ զգոնության կոչ, ոստիկանությունը, որ մանկապարտեզների դաստիարակները, տնօրենները, դպրոցի տնօրենները զգուշանան, երեխաները կարող են ինչ-որ փաթեթը վերցնեն, մտածեն, օգտագործեն, որովհետև ըստ էության կոնկրետ անձը, որը 6 տարի ազատազրկման է դատապարտվել, ինձ ասում էր, մանկապարտեզում դպրոցում տեղադրել եմ, որ գան վերցնեն, շարել եմ, որպեսզի գան վերցնեն։ Բայց քրեակատարողական հիմնարկում չէ։ Այո, ինքը քրեակատարողական հիմնարկում է։ Այսինքն հետևողականորեն պատասխանատվության է։ Բայց ինքը պնդում էր, ասում էր, իրավապահ մարմինները պետք է պարագլուխներին գտնեն, մեզ փակելով հարցը չի լուծվում։ Ինքը չգիտի ով է պարագլուխը։ Շատ լավ։ Խմբերի բացահայտման առումով իհարկե դեռ անելիք ունենք շատ իրականացնելու, որովհետև մեր խնդիրն է հենց խմբի բացահայտումը, խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի մենք կարողանանք խմբի հետագա գործողություններն արդեն կանխենք եւ ուղղակի հետևանքի հետևից չվազենք, հա, անընդհատ բռնենք տարածողներին եւ չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել, բայց այստեղ ավելի ինտենսիվ աշխատանքի կարիք ունենք իրականացնելու, ասեմ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը եւ կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով տարբեր դրվագներով թմրամիջոցներ հայտնաբերել եւ արգրավել, որը որ հենց այս տրամաբանության մեջ թույլ չի տվել, որպեսզի հետագայում դա դառնա տասնյակ հազարավոր մանր դեպքեր, կլինի իրացում, կլինի օգտագործում եւ այսպես շարունակ։ Տիկին անձնագրայիններում հնարավոր դեպքերի բացահայտել բնակարանների գողության, մեծ խմբեր բացահայտել, բայց չնշեցիք վարչապետի խոսնակ Տիկին Նազերի Բաղդասարյանի, վարչապետի Աներձակ Հիրաչյա Հակոբյանի քպական պատգամավոր իրենց բնակարանների գողություն իրականացնող անձիկ կան այդ գողերի մեջ թե ոչ։ Դրանց մասով արդեն կա քրեական վարույթ, պիտի խնդրեմ դիմել քննչական կոմիտե, որպեսզի ընթացքի մասով իրազեկվեք, բայց ես ավելի հարգալից եմ ձեր գործընկերոջ նկատմամբ, որովհետև կար հարց, որին որ ես չպատասխանեցի, խոսքս դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածությանն է վերաբերում, ասեմ, որ իրականում ավելի իրականում ավելի ուռճացված է, հա, այն պատկերը, որը որ ներկայացվում է, ես հասկանում եմ, որ շատ զգայուն թեմայի մասին ենք խոսում եւ ցանկացած դրվագ, որտեղ որ անչափահասն է անցնում, մեզ համար ավելի
խորն ենք ընկալում, հա, դեպքը իր բոլոր նրբերանգներով, բայց վիճակագրությունն ենք երբ որ նայում, նկատում ենք, որ ահռելի թվեր չունենք, բայց սա կարող է խոսել երկու բանի մասին։ Առաջինը, որ իրականում թվերն այդպիսինն են, այսինքն այն ինչ որ կա ավելի շատ էմոցիոնալ դաշտի պնդում է, բայց երկրորդն էլ այն է, որ միգուցե ունեն խնդիր, որ ծնողները չեն ցանկանում, հա, ընտանեկան շրջանակից դուրս բերել տվյալ ինֆորմացիան եւ փորձում են իրենք կարգավորել երեխաների հետ կապված հարցերը եւ կարծում եմ այստեղ պիտի հետեւողական Ոստիկանության գվարդիան մինչև նոյեմբերի 1-ը պետք է ձևավորվեր, չէ, եւ արդեն քննարկվում է ով է նշանակվելու Ոչ, որովհետև ոստիկանության գվարդիայի ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ պիտի անցնի, խնդրում եմ մի քիչ առաջ կանգնենք, Եկեք առաջ։ Տիկին նախարար ինչպես կանադառնանք այդ թեմային արդեն կոնկրետ վերապատրաստումների արդյունքում։ Այս մի հարցն ու վերջ։ Ինչպես է ստացվում, որ Իրանի քաղաքացիներ, ենթադրաբար ադրբեջանցիներ հանրապետության հրապարակում երգում են ադրբեջանական երգ եւ ոստիկան չի մոտենում նրանց, ասենք, օրինակ հանրային կարգը խախտելու առիթով։ Հանրապետության հրապարակում անձինք կարող են անցկացնել իրենց հանգիստը, այդ դեպքով ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ հայտարարությամբ է հանդես եկել եւ կրկին խնդրում եմ չշահարկել այդ դրվագը եւ չբերել ինչ որ միջպետական հարաբերությունների դաշտ։ Շնորհակալություն։